Ինչի է մաթեմատիկական խնդիր լուծելը շատ ավելի դժվար, քան հասկանալ, թե user-ը ինչ է հարցրել ու ինչ-որ ճիշտ պատասխան տալ տեքստով։ Անցյալ շաբաթ լիքը հարցեր են կարողացել լուծել, որ մաթեմատիկոսներ 50 տարի ավելի չեն կարողացել պատասխանը տալ։ Պատճառահետևանքային կապի հետ կապված տրամաբանությունը փոխանցել все-таки արհեստական բանականության մոդելներին։ Ոսկու կինը շատ բարձրանա, ինչ ազդեցություն ունենալու մեր էկոնոմիայի վրա։ Ուրա գնում ես ոլորտը։ Մի բան է, որ ինքը քեզի ասե որ այսօր չի անցրևելու եւ հանգած անցրևի լավ աշխարհի վերջը չի, ճիշտ հարցը տալը արդեն դառնում է մի հատ կարողություն, որ մենք պետք է շատ ավելի զարգացնենք։ Եթե մոդելները սկսեն տրամաբանել, հա, մեր այդ բառի մեր պատկերացմամբ, ինչքանով դա դրանք ավելի անվտանգ կդարձնի։ 3 տարի առաջ փոքր խումբի հետ որոշեցինք, որ AI-ի հետ կապված ինչ որ ամառային դպրոց սկսենք կազմակերպել։ Ինչ առավելություն ունի նման ֆորմատում, հա, այդ գիտելիքները ստանալը, այլ ոչ թե նույն ChatGPT-ին հարցնես։ Կոնե այսօր այս LLM-ները դակավին մարմին չունեն, հա։ Իրենք իրենց փորձառությունները չունեն եւ մենք որպես մարդ այդ ունենք գարցիկներ բաներ, որ դակավին չեն գրված։ Եվ այն ժամանակ այնքան ադեմ որ չեն գրված, այդ LLM-ները չեն իմանում դրանց մասին։ Լեզվական մեծ մոդելները ինչու են ավելի հեշտ եւ արագ սովորել գրել տեքստեր, նույնիսկ բանաստեղծություններ, այլ ոչ թե լուծել նույնիսկ պարզագույն մաթեմատիկական խնդիրներ։ Արդյոք կգա օր, երբ լեզվական մեծ մոդելները կկարողանան բառի իմաստով տրամաբանել, եւ եթե այո, ինչ դա նրանց կտա, ինչ խնդիրներ կօգնի լուծել։ Այս եւ մի շարք այլ հարցեր այսօր քննարկելու ենք Փերուզ Տասլակյանի հետ։ Եվ հիշեցնեմ, որ գիտության եւ տեխնոլոգիաներին նվիրված մեր հարցազրույցների շարքի գործընկերն է Թիմ Տելեկոմ Արմենիան։ Արհեստական բանականության մոդելները սկզբում սովորեցին տեքստի հետ աշխատել եւ շատ ժամանակ պահանջվեց, որպեսզի նրանք սովորեն մաթեմատիկական, նույնիսկ բավական պարզ խնդիրներ լուծել։ Ինձ հետաքրքիր է ինչի է մաթեմատիկական խնդիր լուծելը շատ ավելի դժվար, քան հասկանալ, թե user-ը ինչ է հարցրել ու ինչ-որ ճիշտ պատասխան տալ տեքստով։ Քանի որ առաջին հայացքից թվում է, որ պարզ խնդիրները իրենք իրոք պարզ են։ Քանի որ տարեկան դասարանների երեխաները նույնիսկ կարողանում են դրանք լուծել։ Այո, ուրեմն սկիզբը այս մոդելները որ դուրս եկան, ընդհանրապես train եղած էին ինտերնետի տեղեկությունության վրա եւ իրենք կարողանում էին ինչ որ չափով վերարտադրել, ինչ որ տեսել էին նախկինում։ Ուրեմն այդ կարողությունը, որ դրամապան նորեն տեղեկությունը իրար գաբել եւ նոր տեղեկություն ստեղծելը դակավին այդքան չէր զարգացած։ Ուրեմն ժամանակին, երբ հարցներ այս մոդելներին 3 առավել 7-ը ինչ կանի, ինքը եթե տեսած լիներ այդ 3 առավել 7-ը իր տրեյնինգի ժամանակ կամ դրա նման մի բան, ինքը կարողանում էր ճիշտ պատասխանել։ Բայց եթե չէր տեսած, չէր կարողանում, ինչու որովհետեւ չէին դեռ հասկանում այդ գումարումի կոնցեպտը ոնց է աշխատում։ Էդի ժամանակին էր, երբ որ այս մոդելները դեռ փոքր էին, դեռ նոր էին, դեռ այդքան չզարգացած եւ գետրոնացումը այս մոդելների իրականացում մեջ մաթեմատիկայի վրա չէր, այլ սիրուն տեքստ արդատրելն էր։ Բայց հետո զարգացումը երբ առաջացավ, հիմա այս մոդելները շատ առաջ են գնացել, որովհետեւ հիմա այս մոդելները, որ հարցնում ես մաթեմատիկական խնդիր, գումարում հանուն ինչքան էլ բարդ լինի, իրենք նախ ճոգում են, որ իրենք պետք է մի հատ tool call անել, ինչ որ ասում են, իրենք ներքին calculator-ն են կանչում եւ դրանով են լուծում այդ խնդիրը եւ ոչ թե ասենք փորձեն հիշողության հիման վրա պատասխանել այդ հարցին։ Բայց իհարկե մաթեմատիկական զարգացումը դրանից անտինագնում, որովհետեւ այս մոդելները վերջերս արդեն սկսել են reasoning անել, որ ինչ որ ասում է, որ հիմա նրանց train-ing անում մի հատուկ ձևով, որ ասում ենք նախ մտածի քո ասածի մասին։ Մի հատ դու ինքդ խոսա քո ասածի մասին, ինչ ես մտածում, ինչպես ես անում ու հետո պատասխանի, ինձ ուղիղ պատասխանը մի տար։ Երբ այդ ես ասում այդ մոդելներին, որ իրենք սկսում են ավելի մտածել ու հետո պատասխանել, արդեն պատասխանները ավելի ճիշտ են լինում, ավելի բարդ հարցերի պատասխաններ կարողանում են ճիշտ ձևով կազմակերպել ստեպները եւ հետո պատասխանել։
Դրա համար հիմա գալիս է մաթեմատիկական խնդիրներին։ Այս մաթեմատիկական խնդիրները, որոնք բավական բարդ են, որոնք ասենք շատ քայլեր պետք ունիս մինչև հասնես պատասխանի, օգտվեցին այս կարողությունից։ Եվ հիմա դրա համար է, որ արդեն այս մոդելները նույնիսկ անցյալ շաբաթ լիքը հարցեր են կարողացել լուծել, որ մաթեմատիկոսներ 50 տարի ավելի չեն կարողացել պատասխանը տալ, ու այս մաթեմատիկական խնդիրները բաց են եղել, ու սրանց շատերը արդեն այս մոդելները պատասխան տալիս են այդ հարցերին։ Իսկ շատ են դեռ մաթեմատիկական խնդիրները, որոնք արհեստական բանականությունը դեռ չի կարող լուծել։ Այո, շատ են։ Ինչու՞ն է դրանց բարդությունը։ Մաթեմատիկական խնդիր լուծելը, ասենք մի հատ թեորեմ փաստելը կարող է շատ բարդ լինի, շատ քայլեր ունենա։ Ուրեմն թեորեմներ կան, որ 300 էջով պետք է բացատրես, մինչև որ պատասխանին հասնես։ Դա բավական երկար է։ Այդտեղ հասնելու համար հաճախ փոքր գդորները պետք է լուծված լինեն, կամ դու լուծես։ Ոնց որ քարի վրա դնում ես, մինչև ստանում ես տունը, այդ քարերը պետք է լուծված լինեն։ Ուրեմն, եթե ուզենաս ցածկել մինչև վերջին պատասխանը, չես կարողանա, այդ քարերը պետք է գտնես։ Ուրեմն, պատճառը, որ խնդիրները կան, որ շատ դժվար են, որովհետև այդ քարերու դեռ բագասում են քարեր, որ մենք պետք է լուծենք այդ փոքր ավելի խնդիրները, որ հետո վրա-վրայի տնենք ու ստանանք բարձր պատասխանները։ Ուրեմն, խնդիրները, որ շատ բարդ են, խնդիրներ կա, որ հեշտ են, բայց բարձրապես չենք ճիշտ ձևով մտածել այդ մասին եւ դրա համար է, որ երկար տարիներ չեն լուծվում։ Կան բարդ խնդիրներ, որոնք մարդիկ կարողացել են լուծել, բայց արհեստական բանականությունը դեռ չի կարողանում, թե դրանք արդեն լուծված են բոլորը։ Դենց խնդիր չի կարողանում լինի այն իմաստով, որ եթե այդ խնդիրը լուծված ու գրված է միտեղ, այդ մոդելը արդեն տեսել է արդեն։ Այո։ Չէ, բայց որ ինքը այդ լուծմանը գա reasoning-ի, հա, տրամաբանության արդյունքում, ոչ թե ուղղակի գիտի ու վերարտադրի։ Դա դժվար է արդեն սահմանը որոշելը։ Դե որ այս մոդելները քեզ մի պատասխան են տալիս, դժվար է որոշելը, դա պատասխանը տվեց, որտեվ տեսել է նախկինում այդ հարցը, դե իրավես ինքն է հասել այդ պատասխանին։ Դա մի հարց է, որ իրավես դժվար է դարբերելը։ Ուրեմն չեն կարող ասել, որ ոնց է։ Եթե տեսել է այդ տրեյնինգի ադեն, արդեն չես կարող ասել։ Եթե արհեստական բանականության մոդելները փաստորեն կարողանում են ոչ միայն ուղղակի հիշել, որ այս ինչ լուծումը կա ու վերարտադրել, այլ նաև տրամաբանորեն գալ լուծմանը, դա փաստորեն արդեն բարեբուրի իմաստով տրամաբանության ինչ-որ սկիզբն է, հա, եթե այսպես կարող ենք ասել։ Իսկ երբ այս մոդելները կկարողանան իրոք տրամաբանել։ Կարծեմ արդեն տրամաբանում են, շատ լավ։ Եվ այո, ճիշտ է, շատ մտաների մեջ դեռ սխալներ են անում, բայց դրամաբանել ինչը սեր է նախ այդ պետք է սահմանել նաև, բայց դրամաբանել բարձ հարցերի, առօրյա հարցերի մասին կարողանում են բավական լավ անել, բայց մի բան, որ չեն կարողանում անել, ճիշտ հասկանալն է դակավին as causality, cause and effect։ Պատճառահետևանքային կապը, հենց դա ուզում հարցնելը։ Կապերը դակավին չեն անում, որովհետև իրենց դեղեցությունը բարձրապես իրենց դրամաբանությունը ավելի statistical correlation-ի հետ կապված է եւ ոչ թե causal դրամաբանական, չէ, ինչ էր ձեր բառը։ Պատճառահետևանքային, այո, կապի հետ կապված։ Էդիտեր աշխատում են գիտնականները դրա վրա, դակավին հաջողություններ կան որոշ բաների մեջ, բայց իրականության մեջ դա շատ բարդ խնդիր է, որ նույնիսկ մարդկության մեջ այդքան զարգացած չի, երբ բարդ հարցերի է գալիս։ Դե ինչը պատճառ է դարձել այս հետևանքին։ Այդ տրամաբանական մտածելակերպի հետ կապված սխալները իրականում մենք ամեն տեղ ենք այսօր տեսնում։ Այո։ Բազմաթիվ ոլորտներում նույն վակցինացիաների դեմ խոսացող մարդիկ են հաճախ այդ սխալները թույլ տալիս այսօր։ Այո, եւ այս դրամաբանությունն է եւ նաեւ ուրիշ հարցեր ալ կան, բարդ հարցեր կան, օրինակ էկոնոմիկական հարցեր, օրինակ, չգիտեմ, մեր
Տուրիստների քանակը այս տարի շատ բարձր է, բայց ի՞նչն է դրա պատճառը։ Ճիշտ մատ վրան տնելը, ասել է այս մեկն էր պատճառը, դժվար է հասկանալու, որովհետև այնքան բարդ են այս մեխանիզմները աշխարհի մեջ։ Ամեն ինչի վրա ասում է եւ բարդ հարցեր են դրանք, որ մարդիկ էլ ճիշտ չեն կարողանում 100% ասել, որ այս է պատճառը։ Ուրեմն ինքը բարդ հարց է։ Ին փորձել նաեւ հիմա այս կարողությունը տալ այս մոդելներին նաև դժվար խնդիր է, որը դակավին աշխատում են վրան եւ կարծում եմ կհասնենք այնտեղ։ Բայց ոնց պիտի մոդելները այս կարողությունը ձեռք բերեն, ոնց են դրանց դա սովորացնում։ Քանի որ հիմնականում իրանց տրեյնին են անում ուղղակի մեծ քանակությամբ դատա տալով, դա օգնում է ուղղակի յուրացնել շատ բան հիշել ու հետո վերարտադրել։ Ոնց է դա բերել նրան, որ մոդելը սովորի հասկանալ, որ եթե եղել է A բան ու եղել է B բան, դրանք մեկը մյուսի հետևանքը չի։ Այո։ Ուրեմն նայեցեք, մաթեմատիկայի մեջ ինչ կսեն framework-ներ կան, որ դու կարող ես ճշտել causality գաբերը, օրինակ, բժշկության մեջ էլի շատ է օգտվում։ Դու եթե որոշես, որ այս բուժումը, որ ասենք չգիտեմ, գլխի ցավի տեղ է, հա? Ես այդ տեղը վերցրեցի, հիմա գլխի ցավս անցավ, որովհետև իրավես այդ տեղը օգնեց, թե որովհետև լավ քնել էի 3 գիշեր, այդ որոշումը դալը, հասկանալը, ծևերը կան հասկանալու եւ գիրառելու այս հadoop, ասենք բժշկական ոլորտի մեջ։ Հիմա եթե ուզենք էդի զարգացել language model-ների կամ մոդելների մեջ, թերևս մեր training-ի ծևը պետք է փոխվի կամ architecture-ը փոխվի, էդի դեռ չենք իմանում ճիշտ։ Փոքր չանկեր կան, փոքր մոդելներ կան, որ կարողանում են add անել, բայց օրինակ լավ տեքստ չգրել։ Եվ ասում եմ, զարգացումը հարաճանում է եւ երևի կարծում եմ, որ մի տեղ պիտի հասնենք, որ շատ ավելի լավանա այդ տիպի դրամապանությունը այդ մոդելների մեջ։ Բայց իրականությունը այն է, որ այսօր այդ շատ մը ոլորտներում այդ կան causal դրամապանության գարիկը չունենք։ Ամեն խնդիր չի, որ անպայման պետք է այս դրամապանությունը իմանա, որ կարենաս օգտվել այդ մոդելները, հա, եթե ուզում ես եղանակի մասին խոսել այս մոդելների հետ, բայց գարիկ չկա այդքան էլ այդ դրամապանությունը գիրառելը այս բարակային։ Նույնն է ուրիշ բարձ հաշիվների համար։ Եկամուտը տեսկան է, ինչքան պետք է ծախսես, էդի բարձ, ասենք մաթեմատիկական հարցեր են, որ կարողանում են այս մոդելները անել շատ լավ։ Այդ դեպքում ինչու է մեր համար կարևոր այդ պատճառահետևանքային կապի հետ կապված տրամաբանությունը փոխանցել все-таки արհեստական բանականության մոդելներին։ Կարևոր է նախ եւ առաջ դարբեր ոլորտների մեջ։ Եթե ուզում ենք այս մոդելները գործածել, որ մեզի օգնեն նոր տեղեր բուժումներ գտնել, այդ բարակային կարևոր է։ Նայած որտեղ ես ուզում օգտվել։ Էսի մեկ եւ նաեւ կարևոր է, որովհետեւ երբ որ այս մոդելները օգտվում ենք լուծելու համար խնդիրը, որ շատ դարբեր է այն դերեկությունից, որ մենք առօրյա իմանում ենք, այդ ժամանակ պետք է այս գաբերը գիտնալը, այս բաճարա հետևանքային գաբերը հասկանալը օգտակար է լինում, որ ավելի ինչ են ասում բանի մեջ out of distribution generalization, որ երբ որ դու հանում ես եւ ուրիշ տեղ ես տնում ես մոդելին նոր տեղ, ինքը կարողանա ավելի ադապտացվի։ Օրինակ դու մեքենա վարում ես այստեղ Երևանում, իմանում ես աջ կողմից ես քշում, բայց որ գնում ես Անկլիա, բոլորը քշում են ցախ կողմից։ Հիմա այդ adjustment-ը մարդիկ անում են, մի քիչ դեվում է անում են, բայց այդ մոդելները հաճախ որ իրենց դարբեր միջավայրի մեջ ես տնում, որ հանգարց օրենքները փոխվում են, կարողա չի կարողանա այդ փոխանցումը անի։ Բայց մարդիկ անում են, որտեղ այդ causal բանը ունեն։ Եվ շատ մդարբեր ավելի էսի բարձ օրինակ էր, իհարկե հիմա մեքենաները, այս մոդելները կարողանում են այդ մեկ հատուկ խնդիրը լուծել, որտեղ էլի train են եղել դրա վրա, բայց կարող է բադահի իրավիճակներ, որ մենք չենք դեռ մտածել դրա մասին եւ ստեղծվին։ Ու հիմա այդ բաները մոդելները պետք է լավ հասկանան։ Օրինակ լավ հասկանան, որ չգիտեմ, այսօր եթե չգիտեմ, ոսկու գինը շատ բարձրանա, ինչ ազդեցություն ունենալու մեր էկոնոմիայի վրա։ Եթե պատմականորեն sense մի բան չի պատահել երբեք։ Օրինակ COVID-ի օրինակը լավ օրինակ էր, որ պատմականորեն երբեք չէր պատահել, գոնե այնքան ժամանակ որ հիշում ենք, դենց մի հատ պանդեմիկ։
Հիմա որ բադահեցավ, մենք պետք է իմանանք ինչ ենք անում։ Դրա համար պետք է հասկանաս cause effect-ի արդեն գաբերը։ Որտեղ աս նոր միջավայրում, նոր իրավիճակում դու պետք է որոշումներ կայացնես։ Եվ այդ որոշումը չի կարող հենի միայն դու անցյալին օրինակներ տեսած դնելու վրա, որը օրինակը չկա։ Նաև երևի գուցե եթե մոդելը պիտի աշխատի ինչ-որ բարդ խնդրի հետ, որը բազմաթիվ տարերից է բաղկացած, որ հասկանա թե այս տարերից որոնք ընդհանրապես արժի հաշվի առնել, որոնք հաշվի պետք չի առնել ընդհանրապես։ Այո, շատ ճիշտ, այո։ Եթե մոդելները սկսեն տրամաբանել, հա, այդ բառի մեր պատկերացմամբ, ինչքանով դա դրանք ավելի անվտանգ կդարձնի ձեր կարծիքով։ Վտանգի պատմությունը լրիվ ուրիշ խնդիր է, կարծում եմ վտանգի հասկացողությունը, որը դակավին կարծեմ այս մոդելները լավ չեն անում։ Նախ վտանգի հասկացողությունը դարբեր է, դժվար է սահմանելը, թե ինչը վտանգավոր է, գարկ բաներ այո, հեշտ է, բայց գարկ բաներ դակավին սահմանը անորոշ է։ Այս մոդելները դակավին չեն կարողանում ճիշտ ձևով սահմանել վտանգը։ Ինչ թվի վտանգների մասին է խոսքը։ Նախ եւ առաջ վտանգը, որ գալիս է շատ օրինակ կապվածությունից այս մոդելների մասին, շատ օրինակ պատմություններ կան, դեպքեր կան, որ այս մոդելները օրինակ քաչալերած են մի հատ անչափահասի վնասներ կորձի, վտանգավոր գործեր անի, նույնիսկ ինքնասպանություն անի եւ այս մոդելը հասկացողությունը չունի, որ դա մի վատ բան է։ Թեկուզ եւ ունի ինքը, որ գամած իրեն համոզում ես փոքր տեղեկություններով, ինքը դենց դարվում է, գնում է այն ուղղությամբ, որ դու իրան տանում ես։ Այդ ծևի վտանգները շատ կան։ Երկրորդ ծևի վտանգը այն է, որ եթե իրավես վատ օգտագործվին, եթե դու այս մոդելները դնես մի պատերազմական իրավիճակում, որ իրենք եւ իրենց դաս որոշում առնելու կարողությունը, որ ինքը պետք է օրինակ ինչ որ մի խփի կամ չխփի, նայած իրավիճակին, դա արդեն վտանգավոր է, որովհետեւ սրանք սխալներ են անում։ Եվ այս վարակային սխալի հետևանքը շատ մեծ է։ Մի բան է, որ ինքը քեզի ասե որ այսօր չի անցրևելու եւ հանգած անցրևի լավ աշխարհի վերջը չի, բայց որ ավելի սենսիտիվ որոշումներ են առնում, կարող է մարդկանց կյանքի վրա ասի։ So այդ բահը շատ կարևոր բահ է, որ դակավին զարգացան մեջ է եւ շատ առաջացած են այս մոդելները անվտանգության հարցով, բայց դակավին աշխատանք կա անելու այդտեղ։ Ձեր բերած բոլոր օրինակներում էլ վտանգները կախված են մոդելի գործած սխալների հետ, այսպես թե այնպես։ Եթե մոդելը ավելի լավ կարողանա տրամաբանել, գուցե այդ սխալների տոկոսը նվազի։ Տրամաբանել չէ միայն, այլ հասկանալը, որ ինչը արժեք ունի, ինչ արժեք չունի, երևի մարդու կյանքը արժեք ունի։ Օրինակ, եթե այդ ծևի մոդել ուզում ես աճեցնել, սենց ասած, ուրեմն դա պետք է մենք ծևը գտնենք էդի հասկանալ դալու այդ մոդելին։ Պայման չէ որ սխալան ինքը չի մտածում, կարող է որ սխալ չի անում, բայց սխալ է այդ իրավիճակի մեջ։ Եվ այդ բանը մոդելը ուրեմն սխալ է, եթե մեկ առավել մեկս է 3 է, էդի հստակ սխալ է, բայց սխալներ կան, որ շատ հստակ չեն։ Եթե քո բանը, ասենք հարց է դալիս, ես ոնց եմ կարող մի վտանգավոր բան սարքել եւ ինքը ճիշտ ձևով կարող է պատասխանի քեզ, հա, բայց էդի սխալ է էթիկական առումով կամ ապահովական առումով, բայց ճիշտ է, ասենք տեղեկության առումով։ Հա, բայց ինստրուկցիաներ, որ այսպիսի բանի մասին մի տուր ինֆորմացիա շատ language մոդելների մեջ արդեն ոնց որ ներդրվում են։ Այո։ Այդ մակարդակի վրա։ Իսկ այն թե ոնց տարբերակի ինքը թե ինչ ունի արժեք, ինչի չունի, իրականում շատ ավելի դժվար հարց է։ Մանավանդ որ երբեմն մարդիկ էլ չեն կարող այդ հարցերին պատասխանել։ Նույն գնացքի խնդիրը։ Այո։ Մարդն չի կարող պատասխանել, այո, իսկ ոնց պիտի LLM-ը պատասխանի։ Այո։ Այդ բոլոր խնդիրները կան եւ LLM-ները իրականուն արդացալում են մարդկության, ասենք,
սխալները, անկարողությունները, այդ դրամաբանական ասենք ֆլո սխալները, այդ բոլորը իր մեջ էլ արդացոլվում են իրականության մեջ։ Որպես այս ոլորտում արդեն բազմաթիվ տարիներ աշխատող մասնագետ, ոնց է կարծում ուրա գնում էս ոլորտը, ոնց է զարգանալու։ Այս ոլորտը իհարկե ես պետք չունիմ ձեզ ասելու, որ շատ արագ է զարգանում, շատ արագ նորություններ ենք տեսնում, որը չէինք պատկերացնում 10 տարի առաջ, որ այստեղ կհասնենք։ Կարծում եմ այս թափով պիտի շարունակվի եւ ավելի նույնիսկ արագ, երբ մենք սկսենք այս մաթեմատիկական չլուծվող խնդիրները հեշտությամբ արդեն լուծել, այս նաև պիտի դարածվի գիտական մյուս ոլորտների մեջ եւ արդեն դարածվել է։ Մտածում եմ, որ այս գիտական հարաճացումը շատ պիտի արագնա, դա ինչ է նշանակում մարդկության համար, չեմ իմանում, կարող է շատ լավ լինի, որովհետեւ բուժումներ գտնելը ավելի շուտ հիվանդությունների շատ լավ է, բայց միաժամանակ հարցը գալիս է դրանով, որ երբ այսքան կարող թուզեր ունենք մենք, որպես գործիքներ ունենք, մեր տերը ինչ է արդեն այստեղ, երբ որ ամեն հարցի պատասխանը գա, այնտեղ է, եւ մենք ինչ որ փնտրում ենք, արդեն մեզ դալիս է շատ հեշտությամբ։ Այստեղ մնում է հասկանալ, թե ճիշտ ոնց ենք մենք այս գործիքները օգտագործում, ճիշտ ձևը ինչ է սրանց գիրառելու, եւ իհարկե գա հաջորդ սերունդի դաստիարակումը եւ աճեցումը այս մոդելների հետ միաժամանակ։ Դե ինչ սկիլներ կարևոր են արդեն մեզ համար որպես մարդ։ Կարծում եմ, որ այստեղ ամենակարևորը սկիլը, որ դերևս մենք այդքան ժամանակին չենք մտածել դրա մասին, այն է, որ ճիշտ հարցը տալու խնդիրը, որտեղ պատասխանները կան։ Ճիշտ հարցը տալը արդեն դառնում է մի հատ կարողություն, որ մենք պետք է շատ ավելի զարգացնենք, որպեսզի կարողանանք ավելի առաջ գնալ եւ ապրել այս մոդելների հետ իրականության մեջ։ Աստորեն կրթական համակարգը իրականում պիտի փոխվի այնպես, որ նոր սերունդը սովորի ճիշտ աշխատել այս մոդելների հետ ու ճիշտ հարցեր ձևակերպել, ճիշտ պատասխան ստանալու համար։ Այո, կրթական համակարգը մեծ դեր ունի այստեղ եւ միայն կրթականը չէ, բոլոր համակարգները, որ մինչեւ հիմա ստեղծել ենք, ինչ որ չափով աստվում են այս գործիքներից եւ պետք է որ ինչ որ փոփոխություններ մտցնել։ Հիմա շատ դժվար հարց է պատասխանելը, թե ճիշտ ինչ են այս փոփոխությունները, ինչ ձևով պետք է մենք փոխենք, օրինակ, կրթական համակարգը, որ թե զարգացնենք երեխաները որպես մարդ եւ թե զարգացնենք նրանց այն ձևով, որ կարողանան այս գործիքների հետ ճիշտ ձևով աշխատել, ամենալավ ձևով աշխատել եւ օգտվել նրանցից նաեւ։ Այս պատասխանը այս հարցին դակավին կարծեմ ոչ ոք չգիտի եւ շատ համալսարաններ փորձում են կամ դպրոցներ, բայց ոչ ոք չգիտի իրականության մեջ պատասխանը։ Ոչ ոք չգիտի թե ոնց պիտի փոխվի, բայց պարզա որ ինչ որ կերպ պիտի անպայման փոխվի, որովհետեւ ոնց որ կա հիմա արդեն ակտուալ չի։ Այո, որովհետեւ չենք կարող շարունակել ինչպես որ 10 տարի առաջ էր։ Արդեն իրականությունները փոխվում են մեր 4 կողմը եւ պետք է քայլ վայել այս բոլոր փոփոխությունների հետ։ Դուք մի շարք այլ մասնագետների հետ միասին Հայաստանում կազմակերպում եք արմարային դպրոց, որտեղ երիտասարդները համապատասխան կրթություն ունեցող արդեն կարող են սովորել աշխատել արհեստական բանականության մոդելների հետ, մեծրազական մոդելների հետ։ Այդ դպրոցի մասին մի փոքր կարող եք պատմել։ Այո, ուրեմն այս դպրոցը սկսանք 3 տարի առաջ։ Ուրեմն ես նախկինում այստեղ կազմակերպում էի կոնֆերանսներ մաթեմատիկայի հետ կապված ավելի, բայց 3 տարի առաջ փոքր խումբի հետ որոշեցինք, որ AI-ի հետ կապված ինչ որ ամառային դպրոց սկսենք կազմակերպել, եւ նպատակը իրականության մեջ այն է, որ մասնակիցներ բերենք դրսից, որ պատմեն այս վերջին 6 ամսվա նորությունների մասին։ Իրականության մեջ դա։ Ճիշտ է, որ մենք մեր ամառային դպրոցը սկսում ենք, ասենք առաջին օրը սկսում ենք LLM-ների մասին խոսել, թե ոնց են այս սարքվում, ոնց են train-ելնում եւ այլն, բայց շատ շուտով հասնում ենք
շատ ավելի նոր նյութերի մասին։ Ուրեմն նպատակը այն է, որ ուսանողներ, համապատասխան կրթություն ունեցող ուսանողներ, որոնք արդեն իմանում են AI-ի մասին եւ աշխատում են AI-ի հետ, այս մոդելների հետ, ինչ որ չափով, կան եւ այդ վերջին զարգացումների մասին իմանան, ավելի ամրապնդեն իրենց գիտելիքը, գործնական աշխատանքներ ունին, օրինակ մեր ջաշից հետո մեր բոլոր սեշնները գործնական են, որ կարողանան իրենք մի բան սարքել եւ ոչ թե միայն գիտական դեսական տեղեկություն ունենան։ Եվ այդպես, ուրեմն այդ բոլոր նորանոր գիտելիքները բերել Հայաստան եւ այդպիսով քայլ բահել, թե ինչ է կատարվում այս research-ի աշխարհին մեջ, որովհետև կարծեմ էդի մեր ամենալավ ներդրումները մեկն է։ Այսօր որ նաև կարելիություն ունենք այդ GPU-ները ավելի available են Հայաստանի մեջ, այս Firebird-ի հետ կապված եւ դարբեր Երևանի պետական համալսարաններ ունի իր GPU-ները եւ ավելի կարելի է արդեն գտնել, արդեն մեզ բաղացում է գիտելիքը, մենք պետք է իմանանք ոնց օգտվենք այդ բոլոր GPU-ները, որ ամենալավ արդյունքը ստանանք։ Տեսեք, եթե բոլոր հարցերի պատասխանները արդեն կան եւ LLM-ներին հայտնի են, ինչ առավելություն ունի նման ֆորմատում այդ գիտելիքները ստանալը, այլ ոչ թե նույն ChatGPT-ին հարցնես, թե այս վերջի 6 ամիսների ընթացքում ինչ նորություն կա, իսկ եսի ոնց պիտի անեմ։ Ասի, ChatGPT-ին քեզ շատ հանգիստ կարող է ասի, դեպս վերջին 6 ամսվա մեջ ինչ նորություն կա եւ պատմի են բոլորը, որ մենք հիմա պատմում ենք այս ամառային դպրոցում։ Բայց կարծում եմ, որ ուսուցումը, սովորելը մի քիչ էլ social activity է։ Դժվար է մենակ, կարծում եմ, կոնե իմ համար, դժվար է մենակ նստել կոմպյուտերի հետ մի բան սովորել երկար ժամանակի վրա եւ նվազագելի է։ Ուրեմն շատ ավելի կարծեմ մարդ արագ կսորվի, երբ որ դարբեր մարդոց հետ է սովորում, հանդիպում է դասախոսներ, որոնք դարբեր մտածելակերպ ունին, դարբեր կարծիքներ ունին, դարբեր փորձ ունին այս մոդելների հետ եւ իրենց փորձառությունն են քեզ բերում։ Ամեն մեկ դասախոս իր փորձառությունն է բերում եւ այս դարբեր մոդեցումները ավելի դժվար է տեսնել միայն LLM-ների հետ։ Այդ մեկ բանն է եւ երկրորդը այն է, որ շատ գիտնականներ իրենց ուղեղի մեջ ունին գարցիկներ, բաներ, որ դակավին չեն գրված։ Եվ այն ժամանակ այնքան ադեմ որ չեն գրված, այդ LLM-ները չեն իմանում դրանց մասին, եւ էդի կարող ես դու ստանալ այս ֆորմատով։ Էքսկլյուզիվ ինֆորմացիա։ Ինձ թվում է բացի դրանից մի sense բան էլ կա, երբ որ խմբում են սովորում, մյուս սովորողները կարող են ինչ-որ հարցեր տան, ինչ-որ թեմաներ բարձրացնեն, որոնք հենց քո մտքով չէին անցնի, բայց կողքից լսում ես ու հասկանում ես, հա, sense բաներ փաստորեն կարող է լինի։ Շատ ճիշտ է եւ ճիշտը գիտությունը ցույց է տալիս, որ մարդիկ սովորում են ամենալավ իրենց գոլեգաների հետ, հա, վերևից ինֆորմացիան այո, քեզ բան տալիս է, բայց ավելի ամրապնդվում է մեջը, երբ որ խոսում ես դրա մասին ուրիշի հետ, ասենք վիճում ես, կարողա միասին փորձում ես հասկանալ, այս ոնց է ստացվում, էդի շատ ավելի թե արագացնում է այդ սովորելու process-ը, թե ավելի հաճելի է դարձնում իրականության մեջ այդ process-ը, ավելի կապվում ես դրան։ Եվ դրա համար կարծում եմ կարևոր է այս ֆորմատը, որ մենք անպայման բնթում ենք, որ in person կան, այնտեղ այդ սենյակում նստեն բոլորը, այդ հարցերը փորձեն միասին լուծել, հարցեր տալ, լսել քո ասածի նման, գոլեգան ինչ հարցուց մտքովս չեր անցեր եւ այլն։ Շատ կարեւոր է այդ բաժինը։ Ինձ թվում է նույնիսկ հանգստի ժամանակ, եթե մարդիկ ինչ-որ սուրճ խմեն, շփվեն, այդտեղ էլ կարող են նոր գաղափարներ, նոր հետաքրքիր ինչ-որ թեմաներ ծագել։ Այո, լրիվ, այն որ լանչի են գնում, այդ երեխեքը գնում են լանչի իրար հետ եւ այլն, այդ հաստատ որ զարգացնում է այդ բանը, շարունակում են սովորել, հասկանալ եւ այդ մի բան է, որ այդ կոմպյուտերի առջև մենակ նստել այդ LLM-ի հետ խոսալը չի տալու քեզ։ Ճիշտ է որ գիտելիք տալու է, բայց գիտելիքը ուրիշ բաներ կան, որ փորձառություններ կան, որ դու ստանում ես։ Դե մինչև կոնե այսօր այս LLM-ները դակավին մարմին չունեն, հա։ Իրենք իրենց փորձառությունները չունեն եւ մենք որպես մարդ այդ ունենք, որ դարբեր փորձառություններ ունենք մեր մարմնի հետ, մեր շրջապատի հետ, մեր ընտանեկան իրավիճակի հետ, մեր հարաբերությունների հետ, որը մեզ լիքը իրականության մեջ ինֆորմացիա է տալիս, որ այդ LLM-ները չունեն այդ։
Շատ շնորհակալություն մեզ մոտ այսօր հյուր գալու համար, շատ հետաքրքիր էր իրականում։ Շատ հաճելի էր, մերսի ձեզ։